Եվրոմեդիան տևական ժամանակ է ահազանգեր է ստանում, որ հայաստանյան դպրոցներում դեռահասների շրջանում կայծակնային արագությամբ տարածում են ստանում օտարծագում ունեցող սարսափ խաղերը, որոնց միջոցով փորձում են հեշտ կառավարելի եւ խոցելի դարձնել երեխաներին։ Վերջին շրջանում երեխաների առօրյա է մտել եւ լայն տարածում է գտել կարմիր դուռ տեղին դուռ խաղը, որը հայտնի է նաեւ որպես դռների խաղ։ Այն, այսպես ասած, հոգեբանական խաղ է, որը շատերը խաղում են ինչպես զվարճանալու, այնպես էլ գերբնական կամ հոգեվիճակային փորձառություն ապրելու համար։ Կարմիր դուռ տեղին դուռը տարածվել է հիմնականում TikTok-ով ու YouTube-ով որպես սպիրիտուալ կամ միստիկ փորձառություն։ Խաղի մասնակից դեռահասները ընկղվում են երևակայական միջավայր, որտեղ բացում են տարբեր գույնի դռներ ու հանդիպում տարօրինակ էակների կամ տեսարանների։ Խաղի հետևանքով երեխաները կորցնում են հոգեկան կայունությունը եւ վերահսկողությունը սեփական գիտակցության նկատմամբ։ Ինքս իմ երեխայի հետ եմ խոսել, ով էլի սովորում է դպրոցում, ինձ բացատրեց, որ ես ծանոթ եմ այդ խաղին, պարտադիր չի, որ մենք հեռախոսով խաղանք, կարող են հրահանգները արդեն բոլորն անգիր գիտեն, կարող են իրար այդպես ասել եւ խաղալ։ Խաղի մասին տեղեկացվել եմ համացանցից, որից հետո մեր դպրոցի հոգեբանը Նյութն ուղարկեց ինձ, մենք ուսումնասիրեցինք եւ որոշեցինք, որ տեղեկացման կարգով դասղեկների միջոցով ծնողներին ծանոթացնել, որ կա այդպիսի խաղ եւ հնարավոր է, որ մեր երեխաները դրանից տեղեկացված են կամ խաղում են։ Ինչն է դրդում երեխաներին ընկնել խաղի ազդեցության տակ, ինչպես է խաղը տարածում գտնում դպրոցականների շրջանում։ Այդ խաղը մի տեսակ տարբերվում է մյուսներից, այն առումով, որ դա կարծեմ թե խաղալիս նաև նույնիսկ հեռախոսի արկայություն պարտադիր չէ, եւ իսկ ինչ վերաբերում է տարածում գտնելուն, ապա երեխաները մեկը մյուսին պատմելով մեծ տարածում է գտնում եւ այստեղ մի նուրբ սահման կա, որ էլի պետք է պահպանեն մեծերը, տեղեկացնել չի նշանակում նաև ռոպագանդա անել, այսինքն շատ նուրբ սահման պետք է պահպանել եւ երեխաներին տեղեկացնել զգուշացնելով նաև չբորբոքել հետաքրքրասիրությունը։ Հոգեբան Լենա Մուրադյանը, որն ամենօրյա շփման մեջ է դեռահասների հետ, նկատում է, խաղի հետևանքով երեխաներն այնքան են ներշնչում իրենց, որ տեսիլքներ են տեսնում։ Առաջին հայացքից թվում է, որ խաղը անվնաս մեդիտացիա է, բայց նա կոնկրետ խաղ է հոգեկանի հետ։ Եվ վտանգներից մեկը հենց կապված է հոգեհուզական անկայուն վիճակի հետ։ Ինչպես է խաղը հանգեցնում դրան, ինչպես է խաղը բերում դրան։ Երեխաները շատ հաճախ չեն էլ տեսնում այն տեսիլքների, ինչի մասին իրենք խոսում են, բայց որպեսզի պահեն խաղի հետաքրքրությունը, խաղը հետաքրքիր դառնա իրենց եւ ընկերների համար, իրենք կրկնում են, այս ընկերների մոտ ասում են, որ իսկապես տեսնում են այն տեսիլքները, արդյունքում այնքան են կրկնում դա, որ իրենք էլ վերջում սկսում են հավատալ դրան։ Մյուսը, որի մասին կուզենամ խոսել, դա հենց սոցիալական ճնշումն է, այսինքն երեխան դեռահասը կարող է հրաժարվել խաղը խաղալուց, բայց որպեսզի ընկերոջ աչքում չթվա, որ ինքը վախկոտի մեկն է, շատ դեպքերում համաձայնում է միայն այդ պատճառով։ Այս դեպքերում սկսում է խաղալ եւ դրանով սկսում է ավելի բարձրացնել իր հուզականությունը, առաջացնելով հոգեբանական լուրջ խնդիրներ։ Փառքաստո դպրոցում չենք ունեցել այնպիսի դեպք, որ խաղան ու արդյունքում որևէ երեխա ինքնազգացողության վատացում ունենա, այնուամենայնիվ տարիքին համապատասխան դասղեկներին հրահանգվել է այս մասին զրույցներ ունենալ։ Պատկերացնելու համար խաղի տարածման մասշտաբները միայն բավական են գծել, որ երեխաներն արդեն անգիր են արել խաղի հրահանգները եւ անգամ հեռախոս կամ այլ միջոց անհրաժեշտ չէ խաղի համար։ Երեխային ծնողը պետք է բացատրի, հասկացնի նրան այն գիտակցությանը բերի, որ երեխան կարողանա ճանաչել իր սեփական եսի, սեփական անձի սահմանները եւ թույլ չտա որևէ մեկը խախտի այդ սահմանները։ Դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը մեծ զրույցում պատմում է, թե իրենց դպրոցում դեռ խաղի տարածման դեպք չի արձանագրվել, բայց ուսուցիչներն ու հոգեբաններն ամենօրյա ռեժիմով աշխատում են երեխաների հետ խաղի հնարավոր տարածումը բացառելու եւ դրա հետևանքները կանխելու համար։ Դպրոցի գործողությունների շրջանակում համագործակցությունն է ծնողների հետ։
հանուն երեխայի շահի այս դեպքում մեր գործողությունները այս շրջանակում են արդեն յուրաքանչյուր կառույց ինքը գիտի թե այս մասով ինչ աշխատանք կարող է տանել սա խնդիրը որին ով ինչքան ուշադրություն դարձնի ինչքան շատ այնքան լավ ոչ թե որ գնդակը հիմա նետենք ամեն մի վայրում երեխանում հսկողության տակ է երեխան կլինի որ ավելի շատ սպորտային ասենք մարզային դպրոցներում ավելի շատ կգտնվի այնտեղ էլ է պետք ուրեմն ուշադրություն դարձնել թե աշխատում ես երեխայի հետ պետք է ուշադիր լինես Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ուսուցչուհի Զարա Սարիպեկյանը հորդորում է ծնողներին երեխաներին օտարծագում ունեցող խաղերի բացասական հետևանքներից զերծ պահելու համար առցանց խաղերը փոխարինել բակային խաղերով եւ ավելի հաճախ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Կոչը ծնողներին երեխաների կյանքը լցնել ավելի իրական խաղերով, իրական հեքիաթներով, իրական շփում ունենան բոլոր խաղերը, բակային խաղերը, չէ՞ որ ես դուք մեր ամբողջ մանկությունը բակում ենք անցկացրել, հաստատ բակում խաղալիս միջանձնային հարաբերություններ ձևավորելիս իրենք ավելի մեծ դասեր օգուտ կունենան, քան ուղղակի տանը հեռախոսներով անցկացնելուց Հարգելի ծնողներ, հաշվի առնելով խաղի տարածման մասշտաբները եւ դրա բացասական հետևանքները, եւս մեկ անգամ հորդորում ենք խստորեն հետևել երեխայի առօրյա զբաղվածությանը եւ հնարավորինս նվազեցնել երեխայի կողմից հեռախոսի կիրառումը։ Եթե երեխաների մոտ նկատում են տագնապներ, վախեր, անհանգստություն, քնի հետ կապված խնդիրներ, նախ եթե արդեն երեխան խաղացել է խաղը, ոչ մի դեպքում չքննադատել երեխային, փորձել ապրումակցել, հասկանալ երեխան առհասարակ մինչև ուր է հասել խաղի ընթացքում եւ փորձել ապրումակցել երեխային։ Այս դեպքում ուղղորդել երեխային մասնագետի մոտ։ Հոգեբանն այդ մասնագետը Այս դեպքում այո հոգեբանը կարող է երեխային օգնել այդ իրավիճակից դուրս գալու համար։ Առաջինը լինել չափից դուրս ուշադիր երեխաների նկատմամբ ինչպես մանկավարժները այնպես էլ ծնողները, շատ ավելի շատ ծնողները, որովհետև մենք դասապրոցեսի 45 րոպեվա ընթացքում չենք կարող որոշ դեպքերում տեսնել այնպիսի խորքային բաներ, որոնք նկատելի են ծնողների կողմից։